Երբեմն լռությունն ավելի բարձր է գոռում, քան ամենաաղմկոտ վեճը։ Արամի և Նարինեի մեծ ու լուսավոր բնակարանում հենց այդպիսի լռություն էր տիրում արդեն 15 տարի։ Նրանք սիրում էին միմյանց խելագարի պես, նրանց սերը օրինակ էր բոլոր ընկերների ու հարազատների համար, բայց այդ սերը ուներ մեկ մեծ չսպիացող վերք, նրանք երեխա չունեին։ 15 տարի անցել էր բժիշկների դռները թակելով, հույսի ու հիասթափության արցունքներով, մոմավառություններով ու աղոթքներով, բայց տանը մանկական ճիչ այդպես էլ չէր լսվում։ Արամը բարձրահասակ, թիկնեղ, խիստ հայացքով, բայց բարի սրտով մի տղամարդ տեսնում էր, թե ինչպես է կինը Նարինեն, ամեն անգամ փողոցում ուրիշի երեխային տեսնելիս հայացքը թաքցնում, որպեսզի ամուսինը չնկատի նրա աչքերի թաց փայլը։ Մի երեկո, երբ աշնանային անձրևը թակում էր պատուհանները, Արամը բռնեց կնոջ ձեռքն ու ասաց այն բառերը, որոնց Նարինեն վախենում էր, բայց և սպասում էր տարիներ շարունակ։ Նարինե, արի մանկատնից երեխա որդեգրենք։ Մեր տունը սառն է առանց երեխայի, կապ չունի ում Արինն է հոսում նրա երակներում, կարևորը մեր սերն է, որը կտանք նրան։ Որոշումը կայացված էր, բայց ճանապարհը երկար էր։ Նրանք այցելեցին մանկատուն։ Տնօրենը նրանց ուղեկցեց խաղասենյակ, որտեղ տասնյակ երեխաներ խաղում էին, աղմկում, իսկ ոմանք էլ տխուր նստած էին անկյունում։ Արամի ուշադրությունը գրավեց մի փոքրիկ տղա, մոտ 4 տարեկան, ով առանձնացել էր բոլորից և խորանարդիկներով աշտարակ էր կառուցում։ Տղայի անունը Դավիթ էր։ Երբ Նարինեն մոտեցավ ու ժպտաց նրան, փոքրիկը վերև նայեց իր մեծ, սև ու խոռ աչքերով և անմիջապես բռնեց Նարինեի մատը։ Այդ պահին ամեն ինչ որոշվեց։ Դավիթը դարձավ նրանց որդին։ Առաջին տարիները անցան երջանկության էյֆորիայի մեջ։ Տունը լցվեց ծիծաղով, խաղալիքներով և կյանքի իմաստով։ Արամը պաշտում էր տղային, սովորեցնում էր նրան հեծանիվ վարել, շախմատ խաղալ, Նարինեն նայում էր նրանց ու շնորհակալություն հայտնում Աստծուն։ Թվում էր, թե ոչինչ չի կարող խաթարել նրանց անդորրը։ Սակայն ժամանակն անցնում էր, և Դավիթը մեծանում էր։ Երբ նա դարձավ 10 տարեկան, տարօրինակ բաներ սկսեցին նկատվել։ Սկզբում դա նկատում էին հարևանները։ Մի օր, երբ Նարինեն բակում զրուցում էր հարևանուհու տիկին Սեդայի հետ, վերջինս նայեց բակում վազվզող Դավիթին ու անզգուշաբար ասաց. «Նարինե ջան, ապշելու բան է, Աստծո գործերն անքննելի են, որդեգրած երեխա է, բայց օրեցօր Արամին է նմանվում։ Նայիր, նույն քայլվածքը, նույն հոնքերը, նույնիսկ ժպտալիս աջ այտի փոսիկը նույնն է»։ Նարինեն ժպտաց ու անցավ առաջ, բայց այդ խոսքերը սերմի պես ընկան նրա սրտի մեջ։ Նա սկսեց ավելի ուշադիր զննել որդուն, և իսկապես, նմանությունն անհերքելի էր։ Դավիթի մազերը նույն խիտ ու կոշտ սևն էին, ինչ Արամինը, նրա քթի ձևը, ձեռքերի շարժումները, նույնիսկ բարկանալու ձևը, հոնքերը կիտելով, ճիշտ Արամն էր։ Կասկածը սարսափելի բան է։ Այն սկսում է փոքրիկ որդից և վերածվում հսկայական վիշապի, որը խժռում է հոգիդ։ Նարինեն սկսեց տանջվել։ Միթե սա զուտ պատահականություն է։ Գուցե երկար տարիներ միասին ապրելուց մարդիկ նմանվում են իրար, բայց Դավիթը նրանց արյունակիցը չէր։ Նարինեի մտքում սկսեցին պտտվել սարսափելի սցենարներ։ Միթե Արամը նրան դավաճանել է։ Միթե Դավիթը Արամի ապօրինի զավակն է, և Արամը, իմանալով այդ մասին, հատուկ է տարել նրան հենց այն մանկատունը, որտեղ գտնվում էր իր երեխան, ու խաղարկել է այս ամբողջ որդեգրման տեսարանը։ Մի երեկո, երբ Արամն ու Դավիթը հյուրասենյակում ֆուտբոլ էին նայում, Նարինեն վերցրեց ամուսնու հին ալբոմները։ Նա գտավ Արամի մանկության լուսանկարը արված մոտավորապես 10 տարեկանում։ Նարինեի ձեռքերը դողացին։ Լուսանկարից նրան էր նայում Դավիթը, տարբերություն գրեթե չկար, նույն հայացքը, նույն դիմագծերը։ Լուսանկարը ձեռքին Նարինեն մտավ հյուրասենյակ։ Նա անջատեց հեռուստացույցը։ Նարինե ինչ պատահեց, զարմացած հարցրեց Արամը, տեսնելով կնոջ գունատ դեմքը։ Ո՞վ է Դավիթը, Արամ, դողացող ձայնով հարցրեց Նարինեն։ Ինչ է նշանակում ով է, մեր որդին է, Արամը վեր կացավ տեղից։ Մի ստիր ինձ, գոռաց Նարինեն, պարզելով լուսանկարը։ Նայիր սրան, սա դու ես, իսկ հիմա նայիր Դավիթին, նա քո պատճենն է։ Ամբողջ քաղաքը խոսում է այդ մասին, իսկ ես հիմարս հավատում եմ, որ սա ճակատագիր է։ Սա ինչ է, քո ապօրինի զավակն է։ Դու ինձ խաբել ես այսքան տարի։ Դու գիտեիր, որ մենք քո երեխային ենք որդեգրում։
Արամը ապշած նայում էր լուսանկարին, հետո Դավիթին։ Տղան վախեցած կծկվել էր բազմոցին։ Արամի աչքերում անկեղծ զարմանք կար։ Նա մոտեցավ տղային, բռնեց նրա դեմքը, ուշադիր նայեց, կարծես առաջին անգամ էր տեսնում։ Նարինե, երդվում եմ իմ կյանքով, ես չգիտեմ, ես երբեք քեզ չեմ դավաճանել, բայց դու ճիշտ ես, նա իսկապես ինձ է նման, շատ է նման։ Այդ գիշեր ոչ ոք չքնեց։ Առավոտյան Արամն ու Նարինեն որոշեցին գնալ մանկատուն և պահանջել բացել Դավիթի անձնական գործը։ Նրանք պետք է իմանային ճշմարտությունը, անկախ նրանից, թե որքան ցավոտ այն կլիներ։ Մանկատան տնօրենը փոխվել էր, բայց արխիվը պահպանվել էր։ Երկար փնտրտուքներից հետո աշխատակիցը գտավ փոշոտ մի թղթապանակ։ Ահա, ասաց նա, Դավիթ։ Ազգանունը մոր կողմից է գրանցված եղել։ Մայրը հրաժարվել է երեխայից ծննդատանը, որովհետև ծանր հիվանդ է եղել և միայնակ։ Հոր անունը նշված չէ։ Իսկ մոր անունը, անհամբեր հարցրեց Արամը։ Մի րոպե։ Ահա, մոր անունը Գողար, ազգանունը Պետրոսյան։ Արամը լսեց ազգանունը և քարացավ։ Նրա դեմքից գույնը քաշվեց, ոտքերը թուլացան։ Նա հենվեց պատին, որպեսզի վայր չընկնի։ Գոհար, շշնչաց նա։ Արամ, ճանաչում ես նրան։ Նարինեն բռնեց ամուսնու թևը։ Գոհարը իմ քույրն էր, Նարինե։ Արամի ձայնը խեղդվում էր արցունքներից։ Նարինեն ապշեց։ Նա գիտեր, որ Արամը ընտանիքի միակ զավակն է։ Ինչ քույր, Արամ, դու ասել ես, որ մինուճար ես։ Ես ստել եմ։ Ավելի ճիշտ, ծնողները ստիպեցին ինձ մոռանալ նրան։ Արամը նստեց աթոռին և գլուխը առավ ձեռքերի մեջ։ Գոհարը ինձանից 5 տարով փոքր էր։ Երբ նա 16 տարեկան էր, սիրահարվեց մի տղայի, ում հայրս դեմ էր։ Նա փախավ տանից։ Հայրս այնքան խիստ ու անդրդվելի մարդ էր, որ արգելեց նրա անունը տալ տանը։ Նա ասաց, ես դուստր չունեմ։ Մենք լուր չունեինք նրանից տարիներ շարունակ։ Հետո լսեցինք, որ նա մահացել է հեռավոր մի գյուղում, բայց ոչ ոք չգիտեր, որ նա երեխա է ունեցել։ Սենյակում լռություն տիրեց։ Պարզվեց, որ ճակատագիրը ամենազարմանալի սցենարիստն է։ Դավիթը, այն փոքրիկ տղան, ում նրանք ընտրել էին հարյուրավոր երեխաների միջից, պարզապես պատահական երեխա չէր։ Նա Արամի հարազատ քրոջ որդին էր, նրա արյունը, նրա զարմիկը։ Այդ էր պատճառը, որ տղան այդքան նման էր Արամին։ Գեները բղավում էին այն, ինչ թաքցված էր թղթերի մեջ։ Արամը լալիս էր, ուսերը ցնցելով։ Նա ողբում էր և կորսված քրոջը և այն դաժանությունը, որը բաժանել էր նրանց։ Բայց միևնույն ժամանակ նա երջանիկ էր։ Նարինեն մոտեցավ ամուսնուն։ Կասկածները անհետացել էին։ Փոխարենը սիրտը լցվել էր անասելի ջերմությամբ ու կարեկցանքով։ Նա գրկեց Արամի գլուխը։ Նա ուտար չէ, Արամ, շշնչաց Նարինեն։ Նա մերն է եղել հենց սկզբից։ Աստված նրան ուղարկեց մեզ, որպեսզի քո քրոջ հոգին խաղաղվի։ Դավիթը եկել է, որ միացնի կտրված կապերը։ Երբ նրանք վերադարձան տուն, Դավիթը նստած էր իր սենյակում, տխուր ու շփոթված։ Նա զգում էր, որ ինչ-որ վատ բան է կատարվում։ Վախենում էր, որ իրեն հետ կտանեն մանկատուն։ Արամը մտավ սենյակ, ծնկի իջավ տղայի դիմաց ու ամուր գրկեց նրան։ «Պապ, ես վատ բան եմ արել», հարցեց Դավիթը։ «Ոչ, տղաս, դու աշխարհի ամենալավ բանն ես, որ պատահել է մեզ հետ», ասաց Արամը սրբելով աչքերը։ «Դու իմ արյունն ես, իմ հարազատը, ես քեզ ոչ ոքի չեմ տա»։ Այդ օրվանից տան լռությունը վերջնականապես անհետացավ, բայց հիմա այն փոխարինվել էր ոչ թե կասկածներով, այլ ճշմարտության ուժով։ Դավիթը մեծացավ իմանալով իր իրական պատմությունը, հպարտանալով, որ գտել է իր ընտանիքը։ Իսկ հարևարները մինչև հիմա էլ զարմանում են ասելով. տեսնում եք, հրաշքներ լինում են, կարևորը սիրտդ բաց պահես դրանց համար։